Մեր եկեղեցին առաքելական տոնում է խաչի տոները հարությունից հետո, որոնք են կրկնազատիկը, որը նշվում է Թոմասի դարձը, Թոմասի երկմտությունը Երբ որ Տերը ասեց եկուր Թոմաս, տես իմ վերքերը, մատը տիր և դու համոզվի, որ ես մեռա հիմա կենդանի եմ, և ասեց երանի եմ մարդկանց, որ ինձի չեն տեսել և հավատում են, Տերը մեզի երանի է ասում, կանաչ կիրակին, որ գարունն է, որը եկեղեցիների սկիզբը եղավ, կարմիր կիրակին Աստծո արյան հետ կկապվի, եթե այդ արունը չլներ, մենք փրկություն չէինք ունենա։ Աստծո խոսքը ասում է պատվական, Հիսուս Քրիստոսի պատվական արյունը թափեց։ Ինչ տարբերություն ուրիշ մարդկանցից Տեր Հիսուսի արյունը։ Ամեն ինչը Աստված կատարյալ ստեղծեց, բայց Ադամը Եվան անհնազանդության պատճառով ինքան փառքից։ Եվ պիտի աշխարհի բոլոր տարերքները տեսնեին, չարիքները տեսնեին, քանզի դրախտից վտարվեցին, բայց նորից Աստված իր խոսքի մեջ ասում է մեղքի վարձը մահ է, բայց Աստծո ձրի նվերը հավիտենական կյանք է, Աստված մարդուն մի կերպ կարար ներեր, ազատեր մեղքից, դա պետք է արյունով լիներ, քանզի կյանքի իմաստը, կյանքը արյունի մեջն է, ինչպես Աստծո խոսքն է ասում։ Վասնզի մարմնին կենթանությունը արյան մեջ է, և ես ձեզի տվի զայն, որպեսզի սեղանի վրա մեր հոգիներու համար քավություն ընեք, քանզի հոգին համար քավություն ընողը արյունն է։ Աստված մարգարեների միջոցով, իրեն ծառաների միջոցով մարդկությանը սովորացրեց, որ միայն մեղքի համար պետք է արյուն թափվի։ Այսինքն Մովսեսական օրենքով պետք է անմեղ կենդանի արյուն թափվեր, որ մարդը ազատվեր իր մեղքից։ Գառնուկի արյունը եւ իրենք զատիկը, երբ որ տոնում էին, այսինքն երբ որ Եգիպտոսի երկրից Տերը իրանց կանչեց, գառնուկը պետք է առնեին, տունի մեջ պահեին, նախքան գառնուկը մորթվելը, այսինքն տունի անդամ պիտի դառնար գառնուկը, այդ երեխաները պիտի խաղային այդ գառնուկի հետ, պիտի ինչպես մի հատ մարդիկ մի ինչ-որ կենդանիներ են պահում, կապնվում են այդ կենդանին, այդ գառնուկի հետ պիտի կապնվեին, և հետո պետք է մորթվեր այդ գառնուկը, որ իրենց անդրանիկ զավակը ապրեր, չմեռներ, քանի որ այդ տարենքները եկավ Եգիպտոսի երկրի վրա, իրենց մահը չեկավ իրանց, որտև գառնուկը մեռավ, գառնուկի արյունը թափվեցավ, անմեղ գառնուկի արյունը։ Այս գառնուկի արյունով մի հատ հետաքրքիր պատմություն կա իմ մորաքրոջս տղայի հետ կապված։ Մորաքրոջս ընտանիքը մի հատ գառնուկ էին առել, նույնիսկ անուն էին դրել, անունը Պեչիկ էր, Պեչիկ։ Եվ այդ տունի մեջ մեծացրել էին, իմ մորաքրոջս տղան է խաղում էր իր հետ և ասենց բաներ հաստատվել իրանց միջև, ոնց որ սեր էր եղել։ Հետո, որ մեծացավ,
մորթեցին էտրան եւ միսը կերան մարդիկ եւ ինքը գնացել էր զինվորության հետ էր եկել մինչեւ այդ ժամանակ պատմում է որ իմ պեչիկիս սպանեցին եւ արյունը եւ միսը կերան իրա հիշողությունից չէր գնացել էդի սո այդ գառնուկը որ տան անդամ էր դարձել այդ երկու շաբաթվա ընթացքում թե ինչ պետքա մորթվեր որպեսզի մահը չգար մահից կամ մեղքից ազատվելու միջոցը դա էր ուրիշ ձև չկար եւ Տերը իր մարգարեների միջոցով հայտնեց որ պիտի գա փրկիչը եւ այդ փրկիչն էլ պետքա իր որդին լինի իր սիրելի միածին որդի որ Հովաննու 3:16-ն ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը որ իր միածին որդուն տվավ որ ով որ հավատա փրկվի չկորսվի բայց հավիտենական կյանք ստանա իր որդու միջոցով պիտի լիներ չկար ուրիշ ճանապարհ խաչի ճանապարհը պետքա լիներ եւ այս մարգարեությունները եղան օրինակ Սաղմոս 22-ի մեջը որ նույնիսկ ասում է իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին սա 1000 տարի Հիսուս Քրիստոսից գալուց առաջ եղավ այդ մարգարեությունը կամ Եսայի մարգարեության մեջ որ գրվեց Հիսուսի Բեթլեհեմ ծնվելը որ գույսը պետք է որդի ծնանի եւ նրա անունը պետք է կոչվի Էմանուել այսինքն Աստված մեր հետ դա Հիսուս Քրիստոսից գալուց 700 տարի առաջ էր Աստված խոսեց մարգարեների բերանով ես նոր գտակարան ունեի կարդում էի բայց շատ բաներ չէի հասկանում Բաց չէր Աստծո խոսքը շատ բաներ փակ էր հետո երբ որ Տերը ինձ ողորմեց փրկեց բժշկեց եւ գիտեք Տերը ասում է Տերը իր խոսքը ղրկեց եւ մարդիկ բժշկվեցին հիմա այդքան մարդիկ բժշկության կարիք ունեն Տերը իր խոսքը ղրկեց Տիրոջ խոսքը արդեն բուժիչ դեղ է մարդկանց համար քանզի հոգի է Տիրոջ խոսքը եւ հոգին է որ կենթանություն է տալիս հոգին է որ բժշկում է եւ լուսավորում է եւ որ բացած ես առա ավետարան որ համ հին կտականներ համ նորը եւ առաջի էջերը որ բացեցի այսպես էր Սկիզբեն էր Աստված երկինքն ու երկիրը ստեղծեց, երկիրը անձև էր, պարապ էր եւ անդունդի վրա խավար կար, եւ Աստծո հոգին ջուրերի վրա կշարժեր։ Աստված ասավ լույս ըլլա ու լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է եւ Աստված լույսը խավարեն զատեց։ Աստված լույսի անունը ցորեկ եւ խավարին անունը գիշեր դրավ։ Էսի որ կարդացի Սա որ կարդացի ասեցի ես կարծում էի որ արեգակը եւ աստղերը եւ լուսինն են որ լույս էին տալիս բայց Աստվածաշունչը ասում է Աստված խոսեց եւ լույս եղավ ուրեմն Աստծո խոսքը լույս է եւ որ մարդը Աստծո խոսքին է գալիս եւ սկսում է Աստծո խոսքը լսել կամ սերտել արդեն ինքը սկսում է լուսավորվել քանզի եւ ինչ տեղից Աստվածաշունչը սովորացնում է ասում է ուրկե գուքա հավատքը գուքա Աստծո խոսքեն Աստծո խոսքը լսել են գուքա Աստծո եւ Տերը քանզի մարդը մեղավոր էր եւ
փրկությունը միայն արյունով էր, իր սիրելի որդու արյունով էր։ Պիտի խաչվեր Տերը եւ մի սարսափելի պետք է ցավը զգար Տերը մեր համար, մեր անօրենությունները, մեր հանցանքները, մեր մեղքերը, բոլորը իրեն վրա պետք է, ինքը պետք է այդ մեծ պատիժի գինը վճարել։ Եվ խաչի պատիժը, չնայած հռոմեացիները ավելի կատարելագործեցին եւ գործածում էին պատժելու այն մարդկանց, որոնք իրենց իշխանությանը չէին ենթարկվում։ Բայց այդ պատիժը եկել էր Պարսկաստանից շատ ավելի առաջ։ Ամեն մանրամասնությամբ դա կազմվել էր, սարքվել էր, որ մարդը շատ չարչարվի։ Ամեն վարկյանը, որ մեղվելուց հետո այդ խաչի վրա, որ լրիվ նպատակն էր շատ չարչարվեր։ Այսինքն ոչ միայն հրապարակորեն մարդը պետքա խայտառակվեր, որտեվ խաչալին մերկ էին խաչում։ Մենք երբ որ TV-ով կինոնկարներ ենք տեսնում, տերից, այնտեղ լրիվ չի բացատրում, բայց խաչի տառապանքը աննկարագրելի է։ Այդ մեխերը, որ խփված էր տեղը, նախորոք մտածված էր, թե որտեղ խփեն եւ ինչ ձև։ Ձերքերի այնտեղով, որտեղ որ մեխն էր անցնում, ջղերը մարդու, այդտեղ հանգույցներ կան ջղերի, որ սարսափելի ցավոտ են, կամ ոտքերը։ Ամեն անգամ շնչելուց պետք է խաչյալը քաշեր իրեն մարմինը վերև, շնչեր, հետո թողեր, որտեղ ձգված էր կրծքավանդակը, չէր կարող շնչել։ Եվ այդ ամենը, այդ չարչարանքը Տեր Հիսուսը պետքա կրեր։ Եվ ինքը Հավետյանս Մաթեոսի 16-րդ գլխի 23-21 համարում այնտեղ անկե հետո Հիսուսը իր աշակերտներուն ցուցուց թե պետք է որ ինքը Երուսաղեմ երթա ու շատ չարչարանքներ կրե ծերերեն եւ քահանապետներեն ու դպիրներեն եւ սպանվի ու երրորդ օրը հարություն առնի։ Պետրոսը մեկդի առավ Զանիկա եւ սկսավ հանդիմանել Զանիկա եւ ասել. «Քավ լիցի Տեր, այդ բանը քեզի չլա»։ Ինքը դառնալով Պետրոսին ասավ. «Ետիս գնա սատանա, ինձի գայթակղություն ես տուն, վասնզի Աստծո բաները չես մտածեր, հապա մարդոնց բաները»։ Այն ատեն Հիսուսի իր աշակերտներուն ասավ. «Եթե մեկի իմ հետևես գալ կուզե, թող իր անձը ուրանա եւ իր խաչը վերցնե ու իմ ետևես գա, վասնզի ով որ կուզե իր անձը ապրեցնել, պիտի կորսնցնե Զանիկա, եւ ով որ ինձի համար իր անձը կորսնցնե, պիտի գտնե Զանիկա, քանզի ինչ որ կշահե մարդը, եթե բոլոր ինչ օգուտ ունի մարդը, քանզի ինչ կշահե մարդը, եթե բոլոր աշխարհը վաստակի եւ իր անձը կորսնցնե։ Նախորոք Տեր Հիսուսը ասավ, որ պիտի չարչարվի եւ պիտի երրորդ օրը հարություն առնի։ Եվ հարության մեր ամբողջ հավատքի հիմնակարը հարությունն էր, որ Տերը հաղթեց մահին, որտեղ մարդը ինչ որ հաղթարի իր կյանքի մեջը, մահին չի կարա հաղթարի։ Ուզում է բարձրանա ամենաբարձր լեռները, ուզում է գնա դիեզերք, բայց մահը գալու է, բայց Տերը մահացավ եւ հարություն առավ, եւ նրանք ասեց, որ հավատում են ինձի, նրանք էլ հարություն կառնել։ Դրա համար մենք
երջանիկ հույսը ունենք։ Մենք մեր հավատացյալներիս համար երջանիկ հույսը կա։ Եվ Տերը ասեց, ես կերթամ, բայց Սուրբ Հոգին ձեզի կղրկեմ, որը իրեն համար կվկայի, Սուրբ Հոգին է, որ մեզի իրեն խոսքը կուտա, որ իրեն վկայենք բոլոր աշխարհը, բարի լուրը, որ այլևս վախ չկա մահից, վախը Տերը ասեց, ես ձեզի վախի հոգի չտվեցի, այսօր ամբողջ աշխարհը վախով է, վախում են, որ չկարողանան իրենց ծախսերը անեն, վախում են, որ չի հիվանդանան, վախում են, որ վատ բան չպատայի, բայց Տերը 365 անգամ ավետարանի մեջ ասում է մի վախեցիր, քանզի ես քո հետ եմ, ամեն օրվա համար Տերը ասում է։ Այս գիտնանք, թե մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղավոր մարմինը փճանա, որպեսզի ասկե հետո մեղքի չծառայենք, վասզի ան որ մեղքի մեռած է, մեղքի արդարացած է, արդ եթե մենք Քրիստոսի հետ մեռանք, կհավատանք, թե անոր հետ պիտի ապրինքալ, քանզի գիտենք, թե Քրիստոս մեռելներին հարություն առած, ըլլալով նորեն չի մեռնիր, ալ մահը անոր վրա իշխանություն չունի։ Ինչպես Հիսուս Քրիստոսի վրա մահը իշխանություն չունի, հավատացյալների համար էլ չունի, քանզի ինքը հաղթեց մահին։ Մի հատ հարուստ մարդ կար, գնացել էր Անգլիայի աղքատ երեխեքին, որ փվարի, հարցնելու, տեսնելու, եւ հարցրեց այդ տղային, տեսա, որ աղոթում է ինքը, ասեց, եթե ասեց դու գնաս երկինք ու Հիսուս Քրիստոսին չգտնես, ինչ կանես երեխային, ինքն էլ ասեց, ես իրեն կփնտրեմ, եւ ասեց, հետո ուրիշ մի հարց էլ տվեց, ասեց, եթե այնտեղ չլնի, երկնքում չլնի Տեր Հիսուսը եւ դժոխքում ալնի, ինչ պիտի անես, ասեց, Տեր Աստված ասեց, ինչքան խղճալի վիճակի մեջ ես դու, ասեց, որտեղ որ ասեց Տեր Հիսուսն է, այնտեղ երկինքն է, որտեղ երկինքն է, Տեր Հիսուսն է, Տեր Հիսուսը երկնքում է, այսենց է, աշխարհի ժողովուրդը Աստվածա գիտության լույսը չի վառել իրանց սրտերի մեջը, մենք մեր սիրտերի մեջը Տերը Աստվածա գիտության լույսը վառեց, որ դրանով հասկացանք իրա ով է Տեր Աստվածը, ով է Տեր Հիսուսը, հենց դրանով էլ բժշկվանք, փրկվեցինք։ Մի անգամ էլ մի քահանայի որդի եւ քահանան աղոթում էին, 4 տարեկան, 5 տարեկան երեխա է, եւ ասում են, որ ճշմարտությունը երեխաներից կիմանաս, ասեց, տղաս ասեց, ինչ է խաչը, ինքն էլ ասեց, որ պապա ասեց, խաչը երկինք է թալու ճանապարհն է, չկա ուրիշ ճանապարհ, խաչն է, որ դեպի երկինք կտանի մարդուն, ինչպես Հակոբը երազ տեսավ, աստիճանները տեսավ, որ պիտի երկինքը եւ բոլոր հրեշտակներին տեսավ, այնպես էլ խաչը տվավ Աստված ամեն մի հավատացյալի, որ խաչը, ինչպես Տեր Հիսուս իր պատվական արյունը թափեց, ասեց, Տերը ասեց, եթե
Եթե մեկը ուզե ինձի հետևել, հույց կարդամ էդի, եթե մեկը իմ ետևես գալ կուզե, թող իր անձը ուրանա և իր խաչը վերցնե ու իմ ետևես գա, վասնզի ով որ կուզե իր անձը ապրեցնել, պիտի կորսնցնե զանիկա, և ով որ ինձի համար իր անձը կկորցնե, պիտի գտնե զանիկա, քանզի ինչ կշահե մարդը, եթե բոլոր աշխարհը վաստակի և իր անձը կորցնե։ Ամեն։ Եվ գիտեք, Հատնության գրքի մեջ գրված է շատ լավ Տիրոջ խոսքը Հայտնության 12:11 Եվ անոնք անոր հաղթեցին գառնուկի արյունով և իրենց վկայությանը խոսքովը և իրենց կյանքը չսիրեցին մինչև մահ։ Գառնուկի արյունով կարելի է հաղթել աշխարհին, քանզի աշխարհի Աստվածը գիտության լույսը փակեց այդ մարդկանց առջև, որոնք Տիրոջը չընդունեցին, Տիրոջը չհավատացին։ Տիրոջ արած մեծ զոհողությունը իրենց համար չեղավ փրկության դուռը, այլ եղավ stumbling block, ինչպես կսեն, վեմը, գլորման վեմը եղավ, ինչպես հրյա ժողովրդին, այն անկյունակյարը, որ Տերը հիմնեց, եղավ գլորման վեմ շատերի համար, բայց եղավ փրկություն շատերի համար, եթե չլիներ խաչը, չեր լինի փրկություն, եթե չլիներ Տիրոջ զոհողությունը, չեր լինի այդ մեր համար Աստծո փրկությունը։ Տերը ձեզ օրհնի բոլորիդ այսօր եւ ուզում եմ վերջացնել Սաղմոս 15-ով, շատ գեղեցիկ սաղմոս է։ Տեր ով պիտի կենա քո վրանիդ մեջ, ով պիտի բնակի քո սուրբ լեռանը վրա, անոր անմեղությամբ կքալե ու արդարություն կնե, և ճշմարտություն կխոսի իր սրտեն, անոր լեզիով չի զրպարտեր, ընկերի չարություն չի ներ, և իր դրածի վրա նախատիք չի դներ, որուն առջև անարգված է չարագործը, բայց աստվածավախերը կպատվե, երդում կնե իր վրասին ու չի դառնար, իր արցաթը վարձկով չի տար ու անմեղի դեմ կաշառք չառներ, ով որ ասոնք կնե հավիտյան պիտի չսասանի։ Ամեն։ Օրհնյալ լինի Հայր Որդին և Սուրբ Հոգին։ Հալելույա։ Ամեն։